Դե ինչ։ Իհարկե, Գարունը շատ հաստատուն կերպերով ավարտին է մոտենում, իսկ ամառն էլ սկսվում է հունիս 1-ով, իսկ հունիսի 1-ը բնականաբար շատ մանուկների համար սպասված օր է եւ այդ օրը բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ են սպասվում, որոնցից մեկի մասին մենք հիմա կպատմենք մեր հեռուստադիտողներին, նաև մեր փոքրիկ հեռուստադիտողներին, որովհետև վստահաբար առաջինը կհետաքրքրի հենց նրանց։ Հունիսի 1-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կկայանա Նուռը Գրանատ մանկական գրքերի շնորհանդեսը, իսկ մենք ունենք հիանալի հնարավորություն այս գրքերի հեղինակի հետ խոսել հենց հիմա մեր տաղավարում եւ իմանալ շատ գաղտնիքներ։ Նարինե Ավագյանն է այս գրքերի հեղինակը, գրող, մանկագիր, Հայաստանի գրողների միության անդամ, բարև ձեզ։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք այնել այսքան բազմերանգ տարբերակով։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ մեծ սիրով եմ եկել։ Սիրով։ Խոսենք ինչպես առաջացավ այս գրքերի գաղափարը, երբ որքան ժամանակում կարողացաք իրականություն դարձնել։ Եթե թույլ տաք, նախ ուզում եմ այսօրվա մեր տոնը շնորհավորել։ Մեր Հայաստանի առաջին հանրապետության կարևորագույն այն օրը, որտեղից սկսվել է մեր ինքնության գնահատման, արժևորման եւ այսօր էլ ինձ թվում է վերաարժևորման այս մեծ գործընթացը եւ պատկերացրեք ինձ համար շատ խորհրդանշական է, որ հենց Նուռը հեքիաթ պատմվածքի մասին հենց այսօր պիտի խոսեմ այս տաղավարից, որովհետեւ չեմ ուզում փակակ ձերբացել, որպեսզի փոքրիկներին հետաքրքիր լինի եւ իրենք ընթերցելուց հետո բացահայտեն, թե չեմ ասում ինչը, այլ ասում եմ ով էր Նուռը, այսպես ասեմ։ Իսկ ընդհանուր առմամբ հունիս 1-յան գրքերի, մանկական գրքերի շնորհանդեսը արդեն ավանդույթ է ինձ համար, բոլոր իմ հետևողները, իմ ընթերցողները գիտեն, 1-2 խոսքով ասեմ, որ արդեն 7-8 տարի է մանկական գրքերի շնորհանդեսները լինում են հենց հունիսի 1-ին, սովորաբար եղել է Երևանի Տիկնիկային թատրոնում, պարզապես եկել են, պատկերացրեք, մոտ 200-ից 250 բալիկներ, ոչ միայն Երևանի դպրոցներից եւ մանկապարտեզներից, այլ նաեւ շրջաններից, Կոտայքի մարզից, Էջմիածին քաղաքից, Գյումրիից եւ այլն, այդ իսկ պատճառով, քանի որ Իսահակյանի տուն-թանգարանը ունի շատ ավելի մեծ գեղեցիկ բակ, այն առումով, որ տարողունակ է ավելի եւ խորհրդանշական է, որովհետեւ նաեւ վարպետի հոբելյանական տարիներ այս տարի եւ նաեւ մեկ շատ կարեւոր կապող օղակ կա, որ երկուսս էլ գյումրեցիներ ենք, այսպես նաեւ այս տարի որոշվեց, որ այստեղ պետք է անցկացվի։ Ուրեմն միջոցառումը կազմակերպվում է հատուկ երեխաների հայ մանուկի օրը մի փոքր ավելի գունագեղ գեղեցիկ դարձնելու, իմ փոքրիկ ավանդը ունենալու համար։ Տոնը կազմակերպվում է իմ եւ ընտանիքիս ջանքերով, գեղեցիկ տոնակատարություն է լինում եւ բոլոր մասնակից բալիկները իմ ստորագրությամբ գրքերը նվեր են ստանում։ Ուրեմն ավանդաբար գրքերը տպագրվում են ոչ միայն հայերեն, սա նույնպես արդեն 7-8 տարի դարձել է ավանդույթ, տեսեք օրինակ անցած տարի Ծաղիկն ու Մեղվիկը ֆրանսերենով են եղել, այո, այս տարի Նուռը հեքիաթ պատմվածք, սա բանաստեղծությունների դեպ ժողովածու է, ես սովորաբար ավելի շատ բանաստեղծ եմ, քան արձակագիր, բայց ունեմ նաև հեքիաթներ, պատմվածքներ, որոնք դեռ երևի թե Նուռը առաջին հեքիաթ պատմվածքն է, որ տպագրվում է, մյուսները հավաքվում են հետագայում մի մեծ գիրք դառնալու համար։ Մենք ընթացքում նաև մեր հեռուստադիտողներին ցույց տանք նկարազարդումները, թե որքան գունեղ, գեղեցիկ են այս գրքերը երեխաների համար։ Սա Ծաղիկն ու Մեղվիկը բանաստեղծությունների ժողովածուն է եւ տարիներ շարունակ, քանի որ այս ավանդույթը պահում եք եւ ստեղծում եք գրականություն երեխաների համար, որն է գաղտնիքը, որ տարիներ շարունակ ձեր լսարանը միայն ու միայն մեծանում է եւ երեխաները սպասում են հաջորդ թե բանաստեղծությունների ժողովածուին, թե պատմություններին, հեքիաթների տեսքով։ Տեսեք, դուք էլի մեկ անգամ համոզվեցի, որ ոչ մի բան կյանքում պատահական չի լինում, դուք հենց հիմա բացեցիք Սոնայի Գանգատը բանաստեղծությունը եւ ինչու այդպես ստացվեց, ուրեմն Սոնան իմ փոքր դուստրն է, որն արդեն այնքան էլ փոքր չէ, այս տարի նա չեխովական շրջանավարտեր, 9-րդ դասարանն ավարտեց, ասեմ ձեզ, որ մինչև Սոնայի ծնունդը ես չեմ իմացել, որ ես մանկագիր եմ նաեւ, ես գրել եմ բացառապես մեծերի համար,
Վերջերս նաև լույս է տեսել իմ աֆորիզմների ժողովածուն, որը ես սիրով կնվիրեմ ձեզ։ Եվ Սոնայի ծնվելուց հետո միայն բացահայտվեց ինձ մոտ մանկագրությունը, այսինքն ես Սոնայի կողմից ինձ ուղված բոլոր հարցերը, հետաքրքրությունները, թե ինչը ինչից է լինում, ինչու է լինում եւ այլն ինձ մոտ վերածվում էին բանաստեղծությունների։ Սկզբում իհարկե ես գիտակցում եմ, որ նաև մի քիչ բարդ բառապաշար էի գործածում, որովհետեւ դե սովոր չէի մանուկների համար գրելու, բայց տարիների ընթացքում կարծես թե ես եւ մանկագրությունը իրար հասկացանք եւ հիմա հենց երեկ էլ եղել եմ մանկապարտեզում հյուր, 2 օր առաջ էլ հաճախ եմ լինում բավականին հրավիրում են բալիկներն այնպիսի գեղեցիկ խոսք ունեն, այնքան եւ առաջին հարցս որ ուղղել եմ դաստիարակներին հենց դա է, ասել եմ ինձ ասեք թերություններ, օրինակ որ բալիկը այս բանը դժվարացավ սովորելուց եւ այլն ասել են, որ բացարձակ միանգամից շատ հեշտ սովորում են, մոտ 50 երգ մանկական արդեն կա իմ բանաստեղծություններով գրված, հենց հունիսի 1 երգը, որը բացում է իմ բոլոր տոները, երգում է Արևներ խումբը, մի խոսքով Այսպես մենք իրար հասկացանք եւ ցերկ-ցերկի բռնած առաջ ենք շարժվում։ Եվ գանք նուրը գրանատ երկու լեզվով այս անգամ թարգմանությունը ռուսերեն տարբերակով գործին ինչ է սա եւ ինչ է դրել այս գործի մեջ։ Ուրեմն այս գործի թարգմանությունը ինձ համար նշանավոր է նրանով, որ մինչեւ այս պահը ինձ թարգմանել են թարգմանիչներ, բայց նուրը, այսպես հպարտությամբ ասեմ, որ նաեւ ռուսերեն եմ ես գրել, թարգմանված չէ այլ ուրեմն մասնագետի կողմից, այլ գրողի կողմից, ռուսերենն էլ է բնագիր։ Այո, ռուսերենն էլ է բնագիր։ Ուրեմն այս հեքիաթը նրան եւ տանձի զրույցն է, եւ ուրեմն այսպես մի փոքրիկ դրվագով կարող ենք ցույց տալ, նրան եւ տանձի զրույցն է, խորհրդանշական է իհարկե, նուրը այստեղ էլի չասեմ, չեմ ուզում ասել, բայց մեր հայրենիքի խորհրդանիշն է, իսկ տանձը ցանկացած այն երկիրը, որը ուզում է իմանալ ավելին հայրենիքի մասին, թերագնահատում է գուցե եւ ինչ որտեղ մեր արժեքներն ու արժանինքները, եւ նուրի պատասխանից մի ժամանակ ես էլ խարտյաշ էի ու կապուտաչիա ալ կարմիր շուրթերով, շատ բարակ մաշկով, նուրբ էի քեզ պես, տարերով մաքարել եմ ու կոփվել այդ ճանապարհին, հակառակ դեպքում տեսակս այսօր վերացած կլիներ։ Նախ կաշիս հաստացավ, որ սահման լինի ներքին եւ արտաքին աշխարհների մեջ, ճիշտ այնպես, ինչպես երկրի սահմաններն են նրան պահպանում։ Մինչ օրս էլ համեստ ու լուր եմ ես, քանի դեռ արևի ճառագայթները հոգիս չեն անում։ Ու այդպես շարունակ նուրը սկսում է բացահայտել մեր հայրենիքը իր միջոցով, այո, հեքիաթ պատմվածք է, որը շատ գեղեցիկ նաև բեմականացում է դառնում եւ հունիսի 1-ին 2 դպրոց բեմականացնելու է այս հեքիաթ պատմվածքը, իհարկե մասնակցում են շատ ավելի շատ թվով դպրոցներ եւ նրանք ավելի բանաստեղծություններ, երգեր, բայց նուրը կոնկրետ բեմականացվելու է։ Հիանալի է։ Խոսեցինք նաև աֆորիզմների գրքից, արդյոք հեքիաթներ եւ մանուկների համար գրականություն ստեղծելուն զուգահեռ շարունակում եք նաև ստեղծել այնպիսի պատմություններ, որոնք կհետաքրքրեն ու կհուզեն մեծերին։ Իհարկե, չկորցնելով իրենց հեքիաթը։ Առաջին հերթին ես պոետ եմ ինձ համարում, իսկ աֆորիզմներս համարվում են բանաստեղծություններից դուրս մնացած տողեր, ինչու, որովհետև լինում է, չէ, այսպես մի գտնված տող է գալիս, դու գրի ես առնում եւ հետո փորձում ես, որ դա շարունակես ինչ որ կերպ բանաստեղծություն, թեպետ ասեմ, ինձ մոտ հազվադեպ է այդպես լինում, բանաստեղծությունն ամբողջական է գալիս, բայց եթե այդ տողը եկել է ու էլ չի շարունակվում, հավաքվում է ինչ որտեղ եւ տարիների կուտակումից առաջացավ այս գիրքը։ Երբ ես հասկացա ի վերջո, որ իրենց հանգիստ է պետք թողնել, այսինքն ոչ թե փորձել իրենց շուրջ կառուցել ինչ-որ այլ գրական գործ, այլ թողնել ինքն իր կյանքն ապրի իր ձևով։ Եվ պատկերացրեք, շատ սիրվեց այս գիրքը, հազարավոր այսպես ընթերցողներից լսում եմ, որ իրենց ննջասենյակում իրենց քնելուց առաջ ընթերցման գիրքն է, շատերն օգտագործում են, գրողի համար ամենամեծ գնահատականը ինձ թվում է ընթերցողի սերն է եւ ընթերցողի կարծիքը իր գրականության նկատմամբ։ Մենք արդեն գիտենք, թե ինչ է սպասվելու հունիսի 1-ին եւ բոլորին հրավիրում ենք այսօր նաեւ երեխաներին գրքով, գիտելիքով եւ գրքասիրությամբ նաեւ ոգևորել ու գրավել, եկեք նաեւ
հասկանանք ամփոփ, թե առաջիկայում եւս ինչ գուցե նոր գրքեր կամ նոր միջոցառում լինի։ Իհարկե, լինելու են։ Ասեմ ձեզ, որ պարբերաբար միջոցառումները ամբողջ տարվա կտրվածքով են լինում։ Ես երբեք իրենցից չեմ հանգստանում ու չեմ էլ հոգնում։ Դե քանի որ նաև մասնագիտությամբ մանկավարժ եմ եւ 20 տարի դասավանդել եմ դպրոցներում, հիմա պարզապես գրականությունը ինձ մի քիչ ավելի դեպի իր ուղղությամբ տարել է։ Ես անգլերենի մասնագետ եմ իդեպ եւ անընդհատ բալիկների հետ շփումը ինձ ուղակի նոր լիցքեր է տալիս, նոր էմոցիաներ է տալիս եւ այսպես մուսայի պես իրենց ամեն նույնիսկ մի հետաքրքիր բան կա, որ ասենք երեխաները խոսում են ինչ-որ մի թեմայից եւ դու գալիս ես տուն ակամայից սկսում ես այդ ուղղությամբ մտածել, մեկ էլ դա դառնում է բանաստեղծություն։ Այդ բանաստեղծությունը դառնում է երգ։ Հրաշալի երգահաններ ունենք ում հետ համագործակցում եմ եւ առաջիկայում իդեպ սպասվում է երկարանների լույս ընծայումը եւ երկարանները պետք է ունենան նաեւ իրենց, այսպես ասած, մինուսները, որոնց միջոցով երեխաները, խմբերը, մանկապարտեզները կկարողանան օգտվել այդ երկու գրքերից նախադպրոցական տարիքի եւ տարրական դասարանների համար։ Երկարաններն այդպես են լինելու։ Առաջիկայում սպասվում է իմ պոետական Կեղևից մինչև Կորիս ժողովածուի լույս ընծայումը, որը ինձ համար ամենասպասված իմ կյանքի համար ժողովածուն է, որովհետև այստեղ հավաքված են հայրենասիրական բոլոր գործերը, եւ մանկական իհարկե նոր գործ, նոր գիրք պետք է լինի, նորից բանաստեղծական ոչ հեքիաթ պատմված։ Այս գործընթացն ինձ թվում է անվերջանալի է եւ շրջապտույտի մեջ է միշտ։ Կարծում եմ այնքան շատ են նորությունները, որ կրկին հանդիպելու հնարավորությունը պետք է բաց չթողնենք։ Սիրով։ Առաջիկա նորությունների դեպքում սիրով սպասում ենք ձեզ մեր տաղավարում, որպեսզի քննարկենք, պատմենք եւ այս լուսավոր տրամադրությամբ կիսվենք նաեւ մեր հեռուստադիտողների հետ։ Շնորհակալ ենք անչափ։ Հաջողություն ձեզ, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարունակում ենք, իհարկե քիչ հետո արդեն հրաժեշտ կտանք, բայց մինչ այդ եւս մեկ անգամ լսենք լավ երաժշտություն։